Ողջույն սիրելի հայրենակիցներ, շաբաթ աչքին կապ հոգեորականների նկատմամբ ձերբակալություններով, հետո կալանքով, բայց ուզում եմ շարունակենք մի շատ կարևոր թեմայի անդրադառնալ, խնդրեմ։ Հոգեվորականներին բերման ենթարկելու ձերբակալելու գործողությունների զուգահեռ ազգային ժողովի կրթության հանձնաժողովում իշխանականները կողմ քվեարկեցին Մայրաթորի շողակաթի դեմ օրենսդրական նախաձեռնությանը։ Հեղինակներ ՔՊԱ-ական Սիսա Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են հանրային հեռարձակողների թիվը 1-ով կրճատել։ Թեև նախագծում անուն նշված չէ, բայց նրանք խոստովանում են, որ հենց հոգեվոր մշակութային ու կրթական շողակաթը նկատի ունեն։ Թիրախային ասում են, որ այո, սա ուղղված է շողակաթի դեմ։ Իսկ ես կարող եմ ավելացնել, այո, սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ թիրախավորված պայքարի, ես կասեի, ասպատակության շրջանակներ։ Ինչ վերաբերում է պետության դեմ եկեղեցու ասպատակությանը, ես դա չեմ մեկնաբանի, շնորհակալություն։ Գործող օրենքով պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթը։ Գրականագետ Ղազարյանն ու նախկին լրագրող Սիսա Գաբրիելյանը հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում։ Դիտումները ցածր են, որակը նույնպես։ Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում դրանք դրական ակնկալիքներ ունեն։ Տասնամյակներ շարունակ առանց լրացույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Դա դրական չի ասում ոչ բովանդակության, ոչ որակի վրա։ Ինչ ինքը ուսումնասիրություններ ունեք ընդելու, որ երրորդ ալիքի գոյությունը պատճառում է որակական խնդիրներ, գտնվող բովանդակություն, ցածր դիտողականություն։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, տեսակ ինչ է քննարկվում ազգային ժողովում եւ արդեն նախագիծը մտավ պլենար նիստ եւ ի՞նչն է այստեղ էլի абսուրդը։ Գրականագետ եւ լրագրողը, գրականագետն ու լրագրողը, Սիսա Գաբրիելյանը լրագրողը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, չգիտեմ ինչ, հանձնաժողովի նախագահն է, հա, ազգային ժողովի մշտական հանձնաժողով կա նման։ Իսկ Թագուհի Ղազարյանը գրականագետ է։ Այսինքն լրագրողը եւ գրականագետը փակում են հեռուստաընկերություն, որը Հայաստանում երկար տարիներ գործում է, մի մասով նաեւ պետական ֆինանսավորմամբ, նաեւ եկեղեցու ֆինանսավորմամբ, հայկական ինքնության, հայկական մշակույթի, մեր քրիստոնեական ժառանգության, մեր եկեղեցու հայրերի, մեր դավանաբանության, մեր սրբությունների, մեր պատմության, մեր ոնց ասեմ, մեր անցած ճանապարհի, մեր ամենալավ դրական բաների մասին է, մեր նկարագրող, մեր նկարագրի։ Եվ սիրելի հայրենակիցներ, լրագրողը, որ լրագրող է եկել, չէ, լրագրողը պետք է լրագրողներին, ԶԼՄ-ներին պաշտպաներ բան, Սիսա Գաբրիելյանը եւ գրականագետը, որտեղ էս բարձր շողակաթը նաեւ հայ գրականություն լուսաբանելու, քարոզելու մասին է, հա, որոշել են, որ ախպեջան փագենք այս ԶԼՄ-ն, փագենք։ Նայեք այս իշխանությունները ինչ եկել են, բացի փագելը, արգելելը, բռնելը, բան ուրիշ ոչ մի բան, մենակ քանդել, փագել, ավիրել, կործանել, պղծել, չգիտեմ ինչ անել, հողին հավասարացնել, հանձնել, տալ թշնամուն, որ թշնամին քանդի, ավիրի, փագի, պղծի, չգիտեմ, էտա, ես ինչ ասեմ, ինչ բառեր, բան, ոնց նկարագրեմ, ինչի մասին ասա։ Ես շնորհակալ եմ Ազատություն ռադիոկայանին, իհարկե, որովհետև այս ռեպորտաժները ուղղակի ինձ օգնում են, այդ մասը ես չպատմեմ, որովհետև շատ լավ նկարագրված է, էլի։ Գրականագետը եւ լրագրողը փակում են շողակաթ հեռուստաընկերությունը, ու հետարքին ինչն ասում է, դիտումները ցածր են։ Դա համար նպատակահարմար չի, շահութաբեր չի։ Պարզա չէ, որ ասենք մի հատ անիմաստ դատարկաբանություն սերիալ կարող է լինի, դիտումները բարձր լինեն։ Պարզա չէ, որ պետությունը ունի պոզիտիվ պարտականություն, ինքը մշակույթը, կրթությունը, հոգևորը ֆինանսավորելու եւ առաջ մղելու։ Եվ այո, դա կարող է լինել ոչ շահութաբեր։ Այո, եւ դա պետք է լինի նաեւ ոչ շահութաբեր։ Այսինքն ինչը, ուզում եք մեր մշակույթը պաշտպանելու, մեր մշակույթը տարածելու մեջ փող աշխատեք, ինչ է փող չկա, դիտումը քիչ է բան։ Եվ դուք ամեն օր պղծեք ինչ ունենք, ոնց կարա դիտումը շատ լինի մեր մշակույթի։ Ոնց։ Կամ ասեք ինչ հաշվարկում, դու ոտով չափե այդ դիտումը։ Դա մի ալիք է, որ ասենք մարդիկ վերջապես մի հատ հոգևոր բան են ստանում այդ ալիքից։ Հոգևոր մի բան ստանում են այդ ալիքից։ Ու չէ ինչա թե ասենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ կա, հա պետք է այդ ալիքը փակել։ Լավ փակեցիք, ինչ եք անելու։
Դա է փագեցիք, մրցույթ անենք, slot լինի, թող բոլորը դիմեն այդ բանը, այսինքն ինչ, չգիտեմ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի համար եք ուզում ալիք լինի, ինչ եք ուզում արա, ինչ եք ուզում մեր ժողովրդից, այս երկրից, ինչ եք ուզում մեր կրոնից, ինչ եք ուզում մեր սրբություններից, ինչ եք ուզում մեր մշակույթից, դուք вообще ինչ եք ուզում։ Մի բան կա, որ ասենք, մի օր մի բանի կլի ձեռ չտակ մի բանի, կլի դադար տակ, այս ժողովուրդը ասենք բանանի ապրի բանը լավ կաթողիկոսի այդ խնդիրներ ունեք ասենք հասկացանք լավ կաթողիկոսի այդ խնդրեմ ունեք հոգեորականներին բռնել են այս շաբաթ հա կալանք բան այնտեղ հա ու դրան գումարած բան ասենք ասում ինչ աբսուրդի ժամանակներն են հետարքիր է լրագրողը TV-ը փակում հեռուստաընկերությունն է փակում գրականագետը գրականություն տարածող բանը էլի զլմն փակելու գործի մեջ է ներգրաված իրապաշտպանը հաղորդում է տալիս մարդկանց բռնում են այս Սիսի ժամանակներ են ռազմական փորձագետը չեն բանակը քանդելու մասին է խոսում ասենք ոնց քանդել բանակը ռազմական բաներ ասենք չգիտեմ ես չգիտեմ ամեն ոլորտի այդ ոլորտի մասնագետը որը մարդիկ նայել են օ լավա գնա պարլամենտ մի օգուտ կտա բան այդ ոլորտի մասնագետը գնաց այդ բան պարլամենտ ու ինքը այդ ոլորտի դեմ պայքարում Հեկը սեկտորը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ, ովքեր պետք է ուղղահայաց մարդ-պետություն հարաբերությունների մեջ պաշտպանեն մարդու իրավունքները, ինչ են անում։ Բռնում են հաղորդում են տալիս մարդ հարաբերությունների վերաբերյալ process-ների, որ բան անեն։ Բռնեն, դատեն, կալանավորեն, բան անեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է ժամանակ ասում է ես մամուլից իմացա որ տենց ինչ որ հաղորդում է ինչ որ մարդկանց բռնում են բան կա պաշտոնյա Հայաստանում որը հրահանգ է անում կա տենց պաշտոնյա կա ոնց դու ես ուղղակի ինչ եմ ուզում ցույց տալ ես հայտարարություն արել եմ ես նախագիծ երբ որ եղավ որ իշխանապողությունից հետո շողակաթը վերաբացվելու է հետո այս ռեպորտաժը երեք տեսա ու ինչ եմ ուզում եմ ասել որ ժողովուրդ ջան մի վախեցեք Այս ինչ որ մութ ժամանակաշրջաններ են սա անցնելու է, լույսը գալու է, այդ փոխելու է այդ ամեն ինչ։ Սա հա կփագեն, վստահ եմ, փագելու են։ Հուսով եմ շողակաթը YouTube-ով կսկսի բան անել։ Հիմա նայեք, ինձ ասենք Պետրոսը չի հրավիրում եթեր, ես YouTube-ով եմ խոսում։ Ուրիշ էլի ալիքներ կան, որոնք տարբեր ուժերի են պատկանում, էլի եթեր չունենք, հա, YouTube-ով մենք հստակ ենք խոսում։ Բայց հուսով եմ շողակաթն իրանց YouTube-ով փորձի զարգացնել, էլի մշակույթը տարածել, հայ մշակույթը, հայ եկեղեցու մասին, մեր հոգևոր հայրերի գրվածքները, մտածումները կտարածեն դրա միջոցով, մինչև որ իշխանապողություն կլինի եւ շողակաթ հեռուստաընկերությունը կվերաբացվի, որտեղ այս մութ ժամանակները վստահաբար անցնելու են։ Այս արատ լերը մեր հոգուց սրտից, մեր կնիքներից, մեր զինանշանից հանելու ժամանակները բնականաբար անցնելու են, սիրելի հայրենակիցներ։ Բացարձակապես չվախենաք։ Ոչ մի վարքյան չենք զիջելու, ոչ մի վարքյան չենք հանդուրժելու, չենք լինելու համերաշխ։ Ու շատ կարևոր է որ արձանագրենք, որ մարդիկ ասեն, որ համերաշխ չենք շողակաթ հեռուստաընկերությունը փակելու հետ։ Համերաշխ չենք Արադ լերը զինանշանի վրայից հանելու հետ։ Համերաշխ չենք հանդուրժելու, պայքարելու ենք, չենք համաձայնվելու։ Հասկանում եք, մենք համաձայն չենք։ Սա շատ կարևոր շարժում է, սա շատ կարևոր ուղերձ է, որ պետք է հեղել մարդկանց։ Եվ դրա համար խնդրում եմ, որպեսզի շատ մարդիկ տեսնեն այս ապականության մասին տեղեկատվությունը, այս ուրամեքը իր մասնագիտության դեմ արշավ ասել, լրագրողը լրագրության, գրականագետը գրականության, իրավապաշտպանը մարդու իրավունքների, այդ արշավները, որ տարած են, որ մարդիկ իմանան ինչ այլանդակություն է կատարվում այս երկրում, մեր քաղաքացիները բնականաբար հայրենակիցները մեր Խնդրում եմ տարածել այս տեսանյութը եւ ձեր կարծիքը բնականաբար գրեք տեսանյութի ներքևի մեկնաբանությունների հատվածում։ Թույլ չենք տալու Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։